Բարի օր հայր, ես Աբրահամ Սլդարյանն եմ և այսօր կունենանք հայտնություն, մենք խոսենք նոր բանի մասին, բայց մինչև մեր թեմային անցնելը ուզում եմ հիշեցնել, որ մենք մոտենում ենք այսպես կոչված աստղաբանական նոր տարուն, մեր հին հայկական նավասարդին, որը կոչում են այռուցի դարբասներ, որովհետև գտնվում է այռուցի համաստեղծության մեջ, հուլիսի 28-ից այս հատվածը, հուլիսի 28-ից օգոստոս 12 ընկած ժամանակն է, որտեղ լինում է բանը Սիրիուսը շնաստղի ծագումն է, արեգակնային ծագումն է կամ տեզերական ծագումն է, այս իրադարձությունը անգամ մեր նախնիները դիտել են մեծ ամորից, և դրա հետ միասին երկիր մոլորակը, շնաստղը և Օրիոնի գոտու երեք աստղերը ընկնում են մի գծի վրա, ասում են սա բացում է ինչ-որ դարբասներ, որ տեզերքից բարենպաստ էներգիաներ են գալիս, հիշեք այդ մասը. Հիշեք նաև, որ անցյալ տարի օգոստոս 8-ին, 8-րդ ամսի 8-րդ օրը մեզ ստիպեցին ստորագրել այդ խայտառակ պայմանագիրը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Եթե հիշողություն ունենար հայ մարդը, ամոթից կմեռներ երևի։ Ու այդ մոռացումը, հիշողության կորուստը մեր հիմնական թեմաներից մեկն է։ Մենք փորձում ենք այդ մոռացության շարժից փրկել մեր պատմությունը։ Անցյալ անգամ մենք խոսեցինք, թե ինչպես մասոտներ այդ մատրիցահաղորդումը, թե ինչպես այդ քողը գցվեց մեր աչքերին, սա կարևոր պահ է, մի անգամ էլ հիշացնեմ, որ Պոպոլ համար կամ Պոպոլ կամ բանը Բաբելոնի աշտարակաշինությունը, որի մասին երկու խոսքով անցյալ հաղորդման մեջ ասացինք, որ դրանից հետո ինչ-որ փոփոխություններ է տեղի ունեցել։ Հնարավոր է այս ամենը շատ կապված է նաև լուսնի ներկայության հետ, որովհետև պատմական և առասպելների միջոցով այդպես տեղեկություն կա, որ միշտ չի, որ լուսինը մեր արբանյակն է եղել, անգամ Արիստոտելը Հունաստանի նախախույն բնակչությանը, դրա ինչ-որ անուն կար, հիմա մոռացել եմ, համարում է, որ իրանք եղել են այդտեղ մինչև լուսնի գալը։ Մենք սա այսպես թողնենք և անցնենք մեր պատմությանը, Բայց արեք պատմեմ նաև, թե ըստ Մահաբհարաթայի ոնց են իրանք կարծում, թե դա եղել է, ավելի ճիշտ իրանց մոտ Կալի յուգայի գալով է դա բացատրվում, իսկ Կալի յուգան եկել է Կրիշնայի մահվամբ։ Պատերազմի ժամանակ, երկար պատմությունը կարճ պատմենք, այդ պատերազմի ժամանակ այտենց է որոշվում, որ Կրիշնան պատերազմին մասնակցելու է փանդավաների կողմից, իսկ իր զորքի մեծ մասը, որոնք յադավաներ էին կոչվում, դա Կրիշնայի տոհմներ, յադավաների մեծ մասը պատերազմին մասնակցելու է կուրավաների կողմից, Կրիշնան լինելու է Արջունայի կարգվարողը, պատերազմին անձամբ չի մասնակցելու, միայն խորհուրդներ է տալու։ Պատերազմի ընթացքում, երբ կուրավաների ամենակարևոր անձնավորությունը կուրավանների առաջնորդը Դուրյոդանան մահանում է, Կրիշնան գալիս է, որ Դուրյոդանայի ծնողներին ցավակցություն հայտնի, Գանդարի և Տրիտարաշտը, հայրը Տրիտարաշտան էր, մայրը Գանդարին էր, գալիս է, որ ցավակցություն հայտնի, այդտեղ Գանդարին իրան ասում է, որ Կրիշնա, դու կարայիր ես պատերազմը վերջացնեիր,
բայց դու թողեցիր, որ իմ զավակները մահանան, որ հարազատը սպանի հարազատին, որտեղ դրանք հարազատներ էին, երկու եղբայրների զավակներ էին։ Ու այդ պատճառով ես անիծում եմ քեզ, թող որ քո տողն էլ սպանեն միմյանց, հարազատը սպանի հարազատին։ Պատերազմից հետո 36 տարի հետո, 36-ը ես այդ թվերից շատ բան չեմ հասկանում, բայց նկատում եմ, որ այս թիվը ինչ-որ միստիկական նշանակություն ունի, Մաշտոսն է ընտրել մեր Այբուբենի համար, 36-ին գումարեց 36, անում է 72, ասում են Աստծո 72 անուններն է, ինչպես նաև մուսուլման նահատակներին, հավատքի նահատակներին, երկնքում 72 հատ կույս աղջիկներ են սպասում, և մի հատ էլ 36 որ դնում ես, լինում է 108, իսկ 108-ը համարվում է Շիվայի գանաների, այն արարածները, որոնք Շիվայի հետ էին, գանաների թիվը 108, ինչպես նաև բուդդիստների և հինդուիստների համրիչը աղոթքի համար, որ համրում են, կոչվում է ջապա, այդ ջապան էլ ունի 108 հատիկ, մի հատ որ մանտրան, մի շրջանը պիտի 108 անգամ այդ մանտրան ասես, որ համարվի մի շրջան։ Պատերազմից հետո 36 տարի հետո յադավաները իհարկե իրանք ունենալով Կրիշնայի հովանավորությունը բարգավաճում են, քանի որ բարգավաճում են, մոռանում են, ինչպես միշտ, մի քիչ լկտիանում են, մի քիչ իրանք ճիշտ չեն պահում և արդյունքը լինում է, որ 36 տարի հետո մի խնջույքի ժամանակ վեճ է ծագում, թե դուք կուռավաների կողմից էիք, դուք բանդավաների կողմից էիք և յադավաները սպանում են միմյանց։ Կրիշնան այս ամենից հետո ինքը հեռանում է անտառ, որտեղ մեդիտացիայի ժամանակ որսորդը, ինչ-որ որսորդ թփերի մեջից տեսնում է Կրիշնայի սրունքը և այդ շփոթում է ինչ-որ որսի անասունի հետ ու նետահարում է նրան։ Սրունքը կապ ունի Ալքիլեսի պատմության հետ, ինչպես երևում է Կրիշնան էր սրունքից թույլ։ Երբ որսորդը հասկանում է, թե ինչ է արել, խորցավ է ապրում, բայց Կրիշնան իրան ասում է, որ պետք չի, սա նախախնամության գործն է, որովհետև իրենց նախորդ կյանքում, ոչ թե հաջորդ կներեք, նախորդ կյանքում Կրիշնան եղել է Ռաման, իսկ այ որսորդը եղել է Ռամայի հավատարիմ Հանումայի, կարծեմ անունը Հանումա էր, հավատարիմ Հանումայի եղբայր Բալին, ում Կրիշնան, երբ որ Բալին կռվում էր Հանումայի հետ, թաքստոցից նետահարում է։ Մենք ունենք նորից մի հատ, այս պատմությունը արդեն պատմել է իհարկե, ունենք Բելի հերթական կերպարներից մեկը և ինչպես տեսնում, եթե Բելը ներկա է, Հայկն էլ է ներկա։ Ու քանի որ ինքը Կրիշնան լինելով քշատրի, այսինքն պատկանալով ռազմական դասին խախտել է այդ ռազմական դասի օրենքները, ասպետական օրենքները, ինքը այս ձևով վճարում է իր նախորդ կյանքում թույլ տված սխալի համար։ Կրիշնայի մահվամբ գալիս է Կալի յուգան։ Հենց Կրիշնան մահանում է, Արջունան կորցնում է իր ուժը, այն ինչ որ առաջինքը շատ հանգիստ էր կարողանում անել, էլ չի կարողանում անել։ Սա Մահաբհարաթայի պատմությունն է, պատմեցի, որովհետև ինչպես տեսակ կար Բելը, ասացի մի անգտել հիշենք, և կար նաև այդ մոռացումը, որ յադավաները մոռացան, իրանք դավաճանեցին իրանք իրանց, երբ որ դուք դավաճանում ես քո էությունը, դու մոռանում ես, իսկ դա կարևոր թեմա է իմ համար, Հիսուսն էլ ասում չէ, որ դուք եք երկրի աղը,
եթե աղը կորցնում է համը, ինչ պետք է անես տանել, չես կարող օգտագործես։ Մտածեք սրա վրա հայեր։ Մոռացման թեմայով մի հատ ուրիշ պատմություն էլ կա էլի հնդիկներից է գալիս, էլի բելը ներկա է հնդիկների բելը իհարկե։ Դա նորից պատմել եմ, դա նա երբ որ Ինդրային աստվածային բույրով ինչ որ ծաղկե պսակ են նվիրում, դա Ինդրան ասենց ամփութորեն նետում է փղի գլխին, փղին էլ դա դուր չի գալիս, վերցնում գցում է ոտքերի տակ։ Սրա համար Ինդրային անիծում են ու դրա պատճառով դևաները պարտություն են կրում։ Մահաբալին, Աշուրաների առաջնորդը դևաներին վտարում է 3 աշխարհներից։ Մոռացման հետևանքներն են սա։ Հիմա ես այս ամենը ձեզ պատմում եմ։ Շատ լավ իմանալով, որ եթե մարդը ինչ-որ մի բանի հավատում է, ինքը թքած ունի քո ճշմարտության վրա։ Ինչքան էլ ուզում է քո ասածը ճիշտ լինի։ Ճիշտը չի որ հաղթում է, դեռ ինչ-որ ուրիշ հավատքը երբ որ կա, ճիշտը էլ կարևոր չի։ Մենք այս վերջերս մի քանի տարի ապրում ենք այդ ցավալի իրականությունը, որ բաց ճշմարտությունը չես կարողանում մարդկանց բացատրել։ Էլ ուր մնաց հազարամյակների ճշմարտության մասին։ Ես այս ամենը լավ հասկանալով ես շարունակում իմ գործը, իմ ասելիքը ասում եմ, իմ ազգի նկատմամբ իմ պարտականությունը կատարում։ Ես ասելով մի անգամ եմ ասում, ես ինձ մասնագետ չեմ համարում, այս ամենը ես ինչ անում եմ, խաբու բարով եմ անում, այն մնացած։ Ես մասնագետին պատկերացնում, որ մարդը նստում է, պարպատում է, ես անում։ Ես նենք չեմ անում, գալիս է, ասում։ Ինչ որ կարդալ սիրում եմ, միշտ սիրել եմ կարդալ։ Գնացինք Արտաշես և Արտավազդ, մեր լեգենդներից մեկն է։ Արտաշեսը մեր ամենասիրված թագավորներից մեկն է, որը ոչ միայն վերականգնել է պետականությունը, հայոց պետականությունը, այլև վերամիավորել է Հայաստանին բավականին կորսված գավառներից մեծ մասը, ստեղծել է ուժեղ հայկական պետություն։ Ասում են, որ ժողովուրդը այնքան է այս մարդուն սիրել, որ մեռնելուց իրենց սպաննել են։ Ու այս սպանությունները, այս ավերվածությունը տեսնելով Արտավազդը ասում է, ես այս ավերակների վրա ում կառավարը։ Ու սրա համար Արտավազդին անիծում են, ասելով, որ երբ որ որսի գնաս, ազատն իլլար մասիս, թող որ քաշքերը քեզ բռնեն ու փակեն քարանձավում, ու թող որ արևի լույս չտեսնես։ Սա ասում են, որ հավատարիմ գամփրները կրծում են այդ շախտաները, բայց դե մեր հայ դարբիններն էլ հոտնից պատահական չեն, երկու հատ սնդանին մուրճով խփում են, այդ շախտաները ամրանում են։ Հիմա մենք ունենք անձ փակված քարանձավում, որը դուրս գալու համար ասում են աշխարհի վերջնագալու, եթե դուրս է գա։ Մենք գիտենք խորենացու պատմելով և հասկանում ենք, որ այս անցել է քրիստոնեական ոսպնյակի միջով, բայց ընդ մի հատ կարևոր պահ կա, որ ասում է, որ վիշապազունները Արտավազդին փոխեցին իրանց երեխայով։ Այդ վիշապազունները ռեպտոլոիդներն են, ասենք էլ։ Արդեն հետաքրքիր է։ Եզնիկ Կողբացին մի երկու հատ հետաքրքիր փաստեր է ավելացնում սրա վրա։ Ասում է, որ եթե դուրս եկավ Արտավազդը, պայքարելու է չարի դեմ ու հաղթելու է։ Դե լրիվ ուրիշ իմաստ ձեռք բերեց այս պատմությունը արդեն։ Այսինքն այն հայկականից վերածվեց տեզերականի։ Մենք ունենք հերոս, որը փակված է քարանձավում, ու այս հերոսից մենք ուրիշ տեղեր էլ ունենք։
Սրանց համար հարկավոր է մոռանանք անունները եւ նայենք էությանը, թե այս ինչ հերոսը։ Ուրիշում ունենք քարանձավում փակված, այ տիտանները փակված են քարանձավում, տարտարոսում, ինքը երկրի տակ է, բայց իր այությամբ քարանձավ, փակահոպի տակ։ Տիտանները դա հունական իգիկիներն են, այսինքն հայկի կողմնակիցները։ Ուրիշում ունենք, լոկիին ունենք, դե լոկիի մասին արդեն ասել եմ, հենց Սկայ անունն էլ հակառակ կարդում է Սկայը, բացատրել եմ հիմա դրա ժամանակ չունեմ։ Լոկին էլ է քարանձավում փակված եւ իր ճակատին օծի բերանից թույն է կաթում, որը լոկիի կինը գավաթով հավաքում է, որ ամուսինը շատ չչարչարի, որ տանում է թափելու մի քանի հատ կաթիլերի կաթում։ Այսինքն սա հայկի նախատիպերից մեկն է, էնքի հայկի։ Եվ իհարկե ունենք մահերը, մեր մահերը, որի քարանձավից դուրս գալուն մենք բոլորս այսքան սպասում ենք։ Իսկ մահերի համար ես արդեն ասել եմ, որ մահերը էդի մեր հերն է, հայկն է։ Եթե երկնքում հայկն է ցունեն սպանում, երկրի վրա, այդ մահերն է սպանում։ Ուրեմն ով է արտավազդը, որսորդը, երկու շան հետ միասին, շներ, մեկից ավելի շներ, չգիտեմ քանի, երկնքում էլ հայկը իր շների հետ, այդ Սիրիուս համաստեղծությունը, որ ասում եմ, ինքը մեծ շան համաստեղծության մաս է կազմում, ոչ թե Օրիոնին համաս կազմում։ Իսկ Օրիոնի համաստեղծությունը, որին մենք հայերս հայկ ենք ասում, այդ հետաքրքիր կերպով մինակ մենք ենք, որ իրան հայկ ենք ասել։ Ասենք ամենամոտիկը երևի հնդիկներն են, ում համար Օրիոնը եղել է Շիվայի տարբերակներից մեկը, Ռուդրան է եղել։ Եվ մեկ էլ գիտեք ում ինչը, ովքեր են հետաքրքիր, հունգարացիները Օրիոնին հենց ասում են, որ ինքը ներբովն է, Նիմուրան, այդ համաստեղծությունը, այդ մարդիկ ասում են Նիմուրան։ Ես տես ժամանակին սա ասել եմ, ուղղակի ես նոր, մի հատ էլ նայում էի տենամ, թե ով ինչ է ասել ես մասը։ Պարզվում է, որ հունգարացիների համար հայկը ներբովն է, Նիմուրատն է, ու շատ նորմալ է, եթե հաշվի ես առնում, որ այս Աստվածը, ում որ մեզ որպես Աստված են ներկայացնում, այս Աստծու դեմ պայքարի ղեկավարը եղել է հայկը, ու դե պարզավոր Բաբելոնի աշտարակն էլ պետք է հայկի գործը լիներ։ Այսինքն մարդկությանը տանել աստվածացման։ Այնտեղ ուրիշ մի երկու հատ պատմություն կար, որտեղ ինքը իր ադապային ասել է, որ չուտես այդ ուտելիքը եւ այլն, ես դրա վրա չեմ ուզում հիմա կենտրոնանալ, դա առանցին պատմություն է։ Բայց եթե ասենք պոլոնեզիացիների մոտ այդ իրանց կիսաստվածը Մարոգինն ես նայում, թե ինչ է հիմա դրա անունն էլ լավ չեմ հիշում, այդ էլ զոհվում է, երբ որ մարդկանց ուզում էր նվիրել անմահություն։ Եկանք հասանք, ես այն ինչ որ ասում եմ, ունի հիմք հայեր, ու դուք պետք է սրա վրա մտածեք, որովհետև այն ինչ որ դուք եք պաշտում, ձեր դեմը աշխատում։ Ես հասարակ բանը պտի հասարակ մարդկանց բացատրի մեր մտավորականությունը։ Բայց սենց մի հատ պատմություն էլ կա, էլի բելը ներկա է։ Սկանդինավյան դիցավանության մեջ մի հատ աստված կա, որի անունն Ֆրայեր։ Ֆրայերը ինքը վանիրների թիմից է, այսինքն իգիներից է։ Այս Ֆրայերը ունի մի հատ սուր, որը ինքը իրան կռիվ է անում, այսինքն դու պետք չի, որ իրանով կռվես, թողում ես ինքը քո համար կռիվ անում։
Բայց քանի որ ինքը սիրահարվում է ինչ-որ մեկի համար ու խնդրում է իր ծառային, որ գնա այդ աղջկան բերի, այդ ծառան պայմանակապում, որ մինչև այդ թուրը չտաս չեմ գնա, չեմ բերի ու ինքը այդ թուրը տալիս է։ Այդ ամուսնանում է եւ այլն ու այդ պատմությունը նենց է գնում, որ այ ինքը ինչ-որ բելի հետ կռիվ է անում ու քանի որ չունի իր թուրը, ստիպված է լինում եղջերու կոտոշով սպանել այդ բելին։ Անունը էտրա բելա լինում նորից։ Բայց պատմությունը ասում է, որ Ռագնարակի ժամանակ, այն վերջին պատերազմի ժամանակ, թե ով է ում վտարելու այս մոլորակից։ Ինքը պարտվելու է, որովհետև իր թուրը իր հետ չի։ Ու նաև ասում են, որ որոշ աղբյուրներ, որ այդ սպանողը իրան սպանելու է իր թրով։ Հա, հայր։ Մտավորականներին եմ ասում։ Այն մարդկանց, որ այս հարցերը ուսումնասիրում են, ու սենց իրանց չգիտեմ ինչի տեղ դրած։ Գիտեք չէ, որ ես փոխել եմ ձեր այդ հայագիտությունը։ Մենք ուրիշ մակարդակի վրա ենք հիմա խոսում, ու դուք այդ շատ լավ հասկանում եք, թե դուք էլ եք ծախել ձեր թուրը սիրո հողի վրա, ու էլ չեք կարում կտրեք, մտքով չեք կարում կտրեք, այս գորդյան հանգույցը, որ ես այսպես թել արդել բացում եմ ձեր առաջ։ Մտածեք հայր, ես վերջացրեցի, ես ձեզ հաղթանակ եմ մաղթում։